ինչպես կգնահատեք իշխող ուժի քաղաքականությունը։ Նախ եւ առաջ սա առաջին անգամ է վարչապետը կամ պետության ղեկավարը նման մոտեցում է դրսևորում հանրության նկատմամբ։ Ես մի օրինակ կարող եմ վերել, օրինակ շատերը քննադատեցին դեպքերը, երբ տեղի ունեցան մետրոյում, օրինակ քաղաքացու վեժով վարչապետի հետ, բայց ասենք գիտեք ԱԲՀ տարածաշրջանում մի կայ կար, որտեղ օրինակ լրատվականներում մարդիկ ավելի շատ զարմանում էին նրանից, որ պետության ղեկավարը նստում է մետրո կամ ընդհանրապես վիճում է որևէ մեկի հետ։ Քաղաքացին իրավունք ունի իր հարցը տալու, բարձրաձայնելու եւ պատասխան ստանալու անմիջապես վարչապետից։ Դա եզակի երևույթ է ԱԲՀ տարածաշրջանի համար եւ ընդհանրապես զարմանք առաջացրեց շատերի մոտ եւ հիացում, քան թե որևէ խնդիր։ Սա ժողովրդավարության դրսևորում է, կարծում եք, որ այսպես ազատ վարչապետը կարող է շրջել մետրոյում զրուցել քաղաքացիների հետ, տրանսպորտում առհասարակ։ Բնականաբար, որովհետև նման դեպքերը բացառիկ են եւ նույնիսկ եվրոպական առաջնորդների դեպքում շատ հազվադեպ է պատահում նման իրողություններ եւ իրավիճակներ։ Իսկ ընդհանրապես ինչպես որ գնահատեք քաղաքականությունը, որ բարեփոխումն է, որ դուք երիտասարդ եք օրինակ լավ եք գնահատում մեր պետության համար։ Նախ եւ առաջ առողջապահական ապահովությունը եւ անցումը դեպի ժողովրդավարական համակարգի ակնհայտ են, թե ինչպես են փոփոխությունները արագ տեմպերով զարգանում Հայաստանի Հանրապետությունում եւ սա մեծապես ազդում է մեր երկրի զարգացման վրա։ Վերջերս տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական ֆորումը եւ դա մեծապես մեծացրեց մեր երկրի հեղինակությունը, նաեւ երկրում տեղի ունեցող շինարարական process-ները խոսում են երկրում տնտեսական զարգացման մասին։ Այսինքն ընդհանուր գոհ եք կառավարությունից, աշխատանքից։ Բնականաբար բոլոր կառավարություններն թերություններ ունեն, որտեղ չկա որևէ կառավարման համակարգ, որ փոփոխությունների կամ բարեփոխումների կարիք չունի, բայց համեմատաբար նախորդ կառավարություններին բնականաբար մենք տեսնում ենք տեսանելի եւ շոշափելի աճ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։